Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Տիկին Ստեփանյան, ըստ էության արդեն 18 տարի անցել մարտի 1-ի դեպքերից, այս տարի մարտի 1-ին 2008 թվականին ծնված երեխաները արդեն ընտրելու իրավունք կստանան, 18 տարեկան են դարձել, բայց այնուամենայնիվ այդ գործով դեռևս ոչ մի պատասխանատվության ենթարկված անձ չկա։ Ընդհանուր առմամբ հասկանանք ինչու, որովհետև կարծես թե Միեդի վճռից հետո որոշակի ակնկալիքներ եւ սպասելիքներ կային այդ առումով։ Հիմա հասկանանք Տիկին Ստեփանյան, բավարար քաղաքական կամք չկա, թե սա այնուամենայնիվ իրավական համակարգի որոշակի, եթե ոչ թերացումներից կամ ապա գոնե դանդաղ արդյունք է։ Դուք ինչ կարծիքի եք։ Շնորհակալ եմ 3 մարտի 1-ներ, ինչպես դուք նշեցիք, ցավոք մարտի 1-ը հայ ժողովրդի համար բացի գարնան առաջին օրը լինելուց, ցավոք ասոցացվում է Հայաստանի պետության եւ հայ ժողովրդի համար ողբերգական իրադարձություններով, երբ այդ ժամանակվա իշխանությունը, երբ Հայաստանի Հանրապետության նախագահն էր, այսպես ասած Ռոբերտ Քոչարյանը, նա զորքը եւ բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ եւ Երևանում մայրաքաղաքի սրտում գնդակահարվեցին սեփական բանակի, սեփական իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ եւ ես այսօրվա նման հիշում եմ այդ օդում կախված այդ մթնոլորտը ամեն րոպե պայթյունի պատրաստ հասարակությունը, որի արդարացի բողոքը, ընդհանրապես նրանք բողոքում էին, որ իրենց ընտրական քվեն կեղծվել է եւ իրենք դեմոկրատական երկիր էին ուզում, նրանք իրենց մտապատկերում Հայաստանն ավելի լավ էին պատկերացնում, ցանկանում էին, որպեսզի իշխանությունները լինեն լեգիտիմ, ցանկանում էին, որպեսզի իշխանությունները ընդունեն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որ այո, ժողովուրդն է ձևավորում իշխանություն, շատ բարձ, շատ մատչելի քաղաքականության իմաստով կարելի այբուբենի մակարդակի ցանկություններ է շարադրում հասարակությունը, ժողովուրդը, որը ցավոք խեղդվեց ոչ համաչափ բռնության, ֆիզիկական բռնության եւ անգամ սպանությունների գնով, ինչ խոսք երբ 2018 թվականին տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, բոլորս կարելի ասել պատրաստ էինք եւ արեցինք ամեն ինչ, որպեսզի այս ամենը ստանա քրեական գնահատական, նաեւ քաղաքական գնահատական եւ բոլոր պատասխանատուները, բոլոր մեղավորները քրեական օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության արչեւ կրեն պատասխանատվություն, ինչու էր սա մեզ համար կարեւոր եւ մինչեւ հիմա էլ կարեւոր է, քանի որ իմ քաղաքական թիմի մեծամասնությունը կարծես իր քաղաքական ճանապարհը, այդ քաղաքական փրծումը, այսպես ասած, անցել էր մարտի 1-ի իրադարձությունների միջով, ես ինքս էլ իմ ընտանիքն էլ շատ ակտիվ բողոքել է եւ մասնակից է եղել մարտի 1 իրադարձություններին եւ կհիշեք, որ 2019 թվականին իմ գործընկերների կողմից նախագիծ եղավ, որ որոշակի ֆինանսական աջակցություն տրվեց մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին, հետագայում նաեւ արձան կառուցվեց Երևանի այգիներից մեկում, բայց ինչպես դուք ճշմարտացիորեն նշում եք, այո, ժողովուրդը սպասում է օբյեկտիվ գնահատականի եւ կարծես թե բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին, բոլորը գիտեն ովքեր են պատասխանատուները, նաեւ կան այդ ժամանակ իրավական համակարգում եւ հատկապես ոստիկանական համակարգում ծառայած մարդիկ, ովքեր իրենց տարբեր ցուցմունքներում կարծես թե պարզ հասկանալի հայերեն շարադրել են, թե ինչ է տեղի ունեցել, հրամանը որտեղից է եկել, իրենք որտեղ պետք է կանգնեին համապատասխան դեպքերում, ինչպիսի արձագանք պիտի ունենային, բայց կարծես թե մեր իրավապահ համակարգը եւ արդարադատության համակարգը դանդաղում է, ես չգիտեմ սա իրավական տուպիկ է թե ոչ, բայց ես գիտեմ, որ բոլորովին վերջերս նաեւ Միեդում եղավ համապատասխան արձագանք, որտեղ հստակ սևով սպիտակի վրա գրվեց, որ 2008 թվականի մարտի 1-ին պետական իշխանությունը իր սեփական ժողովրդի դեմ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառել եւ ըստ երևույթին հենց պետական իշխանությունը, այսինքն իշխանության ներսում գտնվող մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն օրենքի առջև։ Սահմանադրական դատարանի որոշումից մինչ Միեդի այս արձագանքը մենք ունեցանք որոշակի պատասխան, որը ինչ խոսք բացարձակապես չէր համապատասխանում այն ակնկալիքներին, սպասելիքներին, որ մինչ այսօր էլ հայ ժողովուրդը ունի, բայց ես ուզում եմ հղում անել նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով պատասխանելով մեր հարցին մարտի 1-ի հոդվածների եւ պատասխանատուների վերաբերյալ ասաց, որ որոշ հոդվածների դեպքում վերավորակավորում է տեղի ունեցել, այսինքն
կարող ենք ասել, որ ինչ-ինչ պատճառներով, գուցե ինչ-ինչ ճնշումների դեպքում, գուցե ինչ-ինչ շահերով կամ հետաքրքրություններով պայմանավորված հենց ի սկզբանե այս ամբողջ գործը որակվել է կամ հղում է արվել քրեական օրենսգրքի կամ սահմանադրության այն հոդվածներին, որոնք ի վերջո մեզ բերելու էին իրավական տուպիկի, ինչի մեջ էլ այսօր մենք գտնվում ենք, բայց ինչպես վարչապետը բազմիցս նշել է, Հայաստանի Հանրապետությունում 91 թվականից ի վեր ցավոք տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք ոչ միայն անշրջելիորեն փակել են Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացման էջը, այլ նաև Հայաստանի Հանրապետությանը որպես ինքնիշխան իրավական պետություն տարիներով հետ են գցել, ազդելով նաև նրա միջազգային վարկանիշի վրա, եւ այո, այդ դեպքերը եւ իրադարձությունները, որոնք նպատակ են ունեցել գլխատելու Հայաստանի Հանրապետությունը, վաղեմության ժամկետներ չունեն, եւ եթե ոչ այս տարի, ապա եկող տարի անպայման պետք է մարտի 1-ը ստանա բացի քաղաքական գնահատականներից նաև իրավական գնահատականներ։ Եվ այո, ես հասկանում եմ եւ ընդունում եմ մեր բոլոր այն ընդդիմախոսների եւ սովորական քաղաքացիների պնդումները, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը եւ իր բանդան ճաղերի ետևում գտնվելու փոխարեն ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև նպատակ ունի գալ եւ իշխանությունը նորից վերցնելու։ Այս դեպքում հարցեր են առաջանում մի շարք, մասնավորապես ինչ մարտի 1-ից հետո էլ ինչն է կիսատ թողել Ռոբերտ Քոչարյանը, հոկտեմբերի 27-ից հետո էլ ինչ է կիսատ թողել Ռոբերտ Քոչարյանը, որ պիտի գա ավարտին հասցնի, թե սա ավելի պրիմիտիվ պայքար է այս տարիների ընթացքում պետությունից իր գողացածը, պետությունից իր թալանածը պաշտպանելու համար։ Շատ ճիշտ նշեցիք Տիկին Ստեփանյան, որ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է վերադառնալ իշխանության եւ նաեւ ինչպես նշեցի, եկել է նոր սերունդ, որը 18 տարեկան է եւ պատկերացում չունի մարտի 1-ի մասին, պատկերացում չունի հոկտեմբերի 27-ի մասին, ականատեսը չի եղել եւ հիմա այդ նույն ընտրողներին, այդ ընտրազանգվածին ներկայացվում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը ուժեղ բանակցող է եղել, իր կառավարման տարիները եղել են ամենախաղաղը, տնտեսական առումով ամենաբարեկեցիկը։ Հիմա ինչպես պիտի այդ ընտրողը նաեւ կողմնորոշվի եւ սա արդյոք մտահոգիչ չէ ձեզ համար, որովհետեւ գիտեք, հիմա սոցիալական տարբեր հարթակներում այդ ռոպագանդան է արվում եւ քաղաքական շատ ուժեր հենց այդ դրա վրա են խաղարկում, որ 18 տարեկան երեխաները ականատես չեն եղել մարտի 1-ի դեպքերին, չգիտեն թե ինչ է եղել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, ինչ է հոկտեմբերի 27-ը կամ ինչ հետևանք է դա ունեցել Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա ինչպես եք պատրաստվում, այսպես ասած, իրավական գնահատականը նաեւ այդ առումով կարևոր չէ, որպեսզի հանրությունը մեկ ընդմիշտ հասկանա ով է եւ մեղավոր է թե չէ արդյոք Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ տեսեք, մի բան է 7 տարի մեղադրել նրան, մեկ այլ բան է, որ ըստ էության, ինչպես արդեն ասացի, պատասխանատվության որևէ մեկը չի ենթարկվել։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Տեսեք, իրականում դուք մի շարք խնդիրներ եք բարձրաձայնում, որոնք ընդգրկում են ոչ միայն հասարակական համակարգի քաղաքական ոլորտը, այլև ընդհուպ ինչ-որ չափով նաև անուղղակի գնահատական են Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինների աշխատանքին եւ արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքին։ Երբեմն մեզ ասում են, այո, որ 7 տարի շարունակ բացի մեղադրանքներից եւ բացի ձևակերպումներից որևէ այլտեղ կարծես սայլը տեղից չի շարժվում, բայց տեսեք, մենք ի սկզբանե ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ջատագով ենք ժողովրդավարությանը եւ մենք պարզապես մեր քաղաքական հանձնառությունն է, որպեսզի մենք թույլ տանք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլոր պետական եւ ժողովրդավարական ինստիտուտները եւ կառույցները կայանան։ Հետեւաբար շատ են իսկապես մեզ մեղադրանքը, թե ինչու է օրինակ այս մարդը ազատության մեջ, կամ ինչու են այս մարդուն բռնում եւ բաց թողում, կամ ինչու է այս մարդը առհասարակ իր կալանքը տնային պայմաններում գրում եւ ոչ թե ձերբակալվածների համար առանձին կառույցներում, ցավոք այս հարցի պատասխանը մեզ չի, որ պետք է ուղղված լինի, սրա համար կան դատարաններ, սրա համար կան ոստիկանություն, սրա համար կան նախաքննություն կամ այլ process-ներ իրականացնող մարմիններ։ Ես կարծում եմ ավելի ճիշտ կլինի նրանց հարցերը ուղղել, որովհետև եթե ինչ որ հարցում, որևէ process-ում, որը Հայաստանի Հանրապետության համար խիստ կարևոր է, նաև խիստ անհրաժեշտ է հայ ժողովրդի աչքերում արդարադատությունը վերականգնելու կամ ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, եթե իրավական որևէ խնդիր չկա կամ որևէ գործիք կամ որևէ մեխանիզմ նրանց անհրաժեշտությունն է, որպեսզի նրանք ինչ-ինչ գործողություններ անել, ապա ազգային ժողովը անգամ հրատապ ռեժիմով կարող է որևէ օրենքի նախագիծ փոխել եւ նրանց տալ այդ համապատասխան գործիքները իրավական, որպեսզի գործը ավելի արդյունավետ առաջ գնա։ Այս առումով, որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, ես կոնկրետ եւ իմ թիմը որևէ կերպում որևէ խոչընդոտ չենք առաջացրել
ասել թե տակից եկող նախաձեռնությունների անհրաժեշտության մասին, թե ինքներս մեր մեջ ասել ենք, որ կարծում ենք այսինչ օրենսգրքում այսինչ փոփոխությունը պետք է արվի, որտեղ ինչպես նախորդ դեպքում նշեցիք, կարծես թե շատ դեպքերում օրենքները եւ իրավական նորմերը ձևակերպված են կամ կարգավորվում են այնպես, որ ոչ թե տանում են դեպի իրականություն, տանում են դեպի տրամաբանական ավարտ, այլ տանում են դեպի իրավական փակուղի, որը ընդհանրապես նպատակ ունի ձգձգելու ինչ-ինչ process-ներ եւ երբեք հանրությունը այդպես էլ չի տեսնում իր համար ցանկալի կամ պարզապես արդարադատություն, որ մարդը իր երկրում ասի այո, ես տեսա, որ իմ երկրում արդարադատություն եղավ եւ վերջերս ես շատ եմ մտածել օրինակ արտագաղթի թեմաների մասին եւ եկել եմ այնպիսի եզրահանգման, որ Հայաստանի Հանրապետությունից մարդիկ շատ քիչ է լինում, որ մի փոր հացի համար են հեռանում։ Նրանք հիմնականում հեռանում են արդարադատության կամ իրենց պատկերացումներով, իրենց ընկալումներով նստած արդարության կամ սոցիալական արդարության դեֆիցիտի պատճառով, եւ սա այս տեսանկյունից ինքը դառնում է ուղիղ քաղաքական կարեւորության նշան, այսինքն արտագաղթի տեմպերի վրա մեծ ազդեցություն ունի դատական համակարգի կայացումը, որ օրվանից որ դատական համակարգը սկսեց աշխատել այնպես, ինչպես որ ձևակերպված էր նրանց գործունեությունը համակարգող օրենքներում, այդ րոպեից սկսած ես վստահաբար ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գոնե այս մասով արտագաղթի տեմպերը անպայման նվազելու են։ Իսկ սահմանադրական փոփոխությունները այդ իմաստով որոշակի Այո, սահմանադրական փոփոխությունները այլ խոսակցության թեմա են, եթե ժամանակ մնա, ես անպայման սրան էլ կանդրադառնամ եւ գալով ձեր կողմից նշված ընտրազանգվածի ավելի երիտասարդ սեգմենտին վերաբերող հարցին, ասեմ, որ այո, դուք շատ ճիշտ եք նկատել, որ նախկին իշխանությունները բացառություն թերևս երրորդ նախագահի եւ նրա համախոհությունը կամ նրա քաղաքական հայացքները կիսող քաղաքական ուժերից բոլորը շեշտը դրել են երիտասարդների վրա, ինչու, որովհետև նրանց ամբողջ փաստարկը եւ ամբողջ հիմնավորումը այս հարցի շուրջ այն է, որ եղել են երիտասարդ, եղել են երեխաներ եւ բնականաբար ամբողջությամբ պատկերացում չունեն կամ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել այդ պարզապես ամսաթվի հետևում, որ ասում ենք օրինակ մարտի 1, իրականում մարտի 1-ը ինչ ծանր ազդեցություն եւ ինչ ծանր հետևանքներ է թողել Հայաստանի Հանրապետության վրա ընդհուպ մինչև օրս, որովհետև մենք ոչ միայն մարդկային կորուստներ ենք ունեցել, ցավալիորեն, անդառնալիորեն, այլ մենք նաև կորցրել ենք հնարավորություններ, որոնք այդ պահին գուցե չեն նկատվել, չեն ուրվագծվել, բայց այսօր մենք քիչ-քիչ այդ բացերն ենք ի վերջո փակում, ոչ միայն մենք մեր քաղաքական հանձնարարություններ ենք իրականացնում, այլ նաև կարծես թե փորձում ենք այդ կորսված հնարավորությունները Հայաստանի Հանրապետության համար վերադարձնենք, այո, եւ սրան է նվիրված օրինակ Ռոբերտ Քոչարյանի 1-2 հանդիպումները ուսանողության հետ, որտեղ նա ինքը իրեն ներկայացնում է այլ լույսի ներքո, ներկայացնում է որպես հրաշալի ռեֆորմատոր, ներկայացնում է թե ինչ տնտեսական աճ է ունեցել Հայաստանի Հանրապետությունը իր ղեկավարման տարիներին, դիվանագիտությանը չեմ ուզում անդրադառնալ, որովհետև նա ունեցել է մի արտաքին գործերի նախարար, որ ամեն անգամ այս օրերին խոսելով պարզապես տակնու վրա է անում այդ ամբողջ ավազի վրա կառուցված ամրոցները, որ նրանք փորձում են ներկայացնել, տնտեսական աճը ըստ երևույթին Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է իր ընտանիքի եւ իր հարազատների տեսանկյունից, որտեղ այո, ինչ խոսք, Քոչարյան ընտանիքը այդ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող հայ ժողովրդի ֆոնին իսկապես դարձավ դոլարային միլիարդատեր եւ կարողացավ Հայաստանի Հանրապետությունից նաեւ դուրս հանել այն բոլոր գողացվածը, թե դրամային առումով, թե հետագայում բիզնես շահերի տեսանկյունից այն ամենը, ինչ որ պետք է մնար Հայաստանի Հանրապետությունում եւ ծառայեր հայ ժողովրդին, այս նույն հետքերով գնում է նաեւ մեկ այլ նորահայտ քաղաքական ուժ Հայաստանի Հանրապետությունում, խոսքը Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի մասին է, նրանք եւս շեշտը դրել են երիտասարդների վրա, դարձյալ հաշվի առնելով այն հիմնավորումը, որ ըստ երևույթին երիտասարդները շատ բան չեն հիշում կամ չեն կարող իմանալ իրենց ղեկավարման տարիներից, նրանք էլ զարգ են տալիս ուսման վարձերի եւ կրթաթոշակների իրենց ծրագրին, բայց նրանք ավելի ազնիվ են, ես կարծում եմ այս դեպքում, որտեղ ասում են մեզ կընտրեք, նոր մենք ձեր կրթաթոշակները կամ ուսման վարձերը կփոխանցենք, եթե բնականաբար նրանք չհասնեն իրենց քաղաքական նպատակին, ինչի համար որ այսպես ներխուժել են Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը, ըստ երևույթին այդպես էլ կիսատ կթողեն այդ ծրագիրը, ինչպես որ կիսատ են թողել նախորդ տարբեր ծրագրեր, եւ այստեղ հատկանշական է, որ
այս ամենի մասին կարծիք է հայտնում Հայաստան Դաշինքի պատգամավորներից մեկը, ով ասում է, որ այսօրվա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆրակցիայի պատգամավորները եւ առհասարակ երիտասարդները իրավունք չունեն խոսելու հոկտեմբերի 27-ից եւ մարտի 1-ից, որովհետեւ նրանք այդ տարիներին եղել են 7-8 տարեկան կամ 10-12 տարեկան եւ հետեւաբար չգիտեն թե ինչ է տեղի ունեցել, պետք է չխոսեն։ Մի կողմ դնենք, որ այսպիսով Աղվան Վարդանյանը առհասարակ պատմություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն առարկաների ուսումնառությունը կամ առհասարակ նրանց գոյությունը դնում է հարցականի տակ, որտեղ մեզնից որևէ մեկը չի ծնվել հին Հռոմի ժամանակաշրջանում կամ հին Հայաստանում չի ծնվել կամ օրինակ, չգիտեմ, հին Հունաստանում չի ծնվել, հին Եգիպտոսում չի ծնվել, բայց կարծիք ունի, որովհետև ուսումնասիրում է եւ բնականաբար որոշակի եզրահանգումների եւ հետեւությունների է հասնում։ Նույնը այս դեպքում, այո, եւ եթե այս քաղաքական ուժերի նպատակն է օգտվելով այն հիմնավորումից գոյություն ունեցող այն օբյեկտիվ իրականությունից, որ այսօրվա 18-19 տարեկան ընտրողը ըստ երևույթին ամենայն մանրամասնություններով եւ ամենայն դետալներով չի պատկերացնում կամ չգիտի ինչ է տեղի ունեցել մեր կողմից նշվող ողբերգական ամիս-ամսաթվերի ընթացքում, ապա մեր խնդիրն է, որպեսզի մենք նրանց ասենք, թե ինչ է տեղի ունեցել այդ տարիների ընթացքում եւ այսօրվա Հայաստանի վիճակը ուղիղ թելերով, ուղիղ կապերով կապված է այս ողբերգական իրադարձությունների հետ։ Տիկին Ստեփանյան, խոսենք նաև վերջին օրերին տեղի ունեցող քարոզարշավի մասին։ Գիտեք, վերջին օրերին քաղաքացիական պայմանագիրը սկսել է իր քարոզարշավը։ Հիմա տարածաշրջանում Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, պատերազմի ֆոնին, շատ ընդդիմադիրներ, քաղաքական ուժեր, անհատներ, քաղաքական ամենատարբեր վերլուծաբաններ մեղադրում են ձեր ուժին, ասում են տարածաշրջանում պատերազմ է, իրենք նարդի են խաղում, կարկանդակ են ուտում։ Արդյոք կիսում եք այս մեղադրանքները։ Քիչ չեմ, որովհետև խոսակցությունները, որ հաջորդը Հայաստանն է լինելու, էլի խոսում են Սյունիքը վերցնելու մասին, մենք դեռ դրան կգանք, բայց այնուամենայնիվ այս քննադատություններին անդրադառնենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի կյանքում մեծ առումով բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունեցել եւ քանի Իրանում չկար այս խնդիրը, հա, այս ԱՄՆ, Իսրայել եւ Իրան այս հակամարտությունը դեռևս այսպիսի գործողությունների բնույթ չէր ստացել, Հայաստանի Հանրապետությունում կարծես թե քաղաքական դաշտը մեռած էր, ինչու, որտեղ բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում միակ քաղաքական օրակարգ գեներացնողը դա վարչապետն է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը ունի հստակ ծրագիր, որը ունի հստակ դիրքորոշումներ, որը ունի Հայաստանի զարգացման տեսլականի հետ կապված հստակ պատկերացում։ Եվ եթե օրինակ Հայաստանի վարչապետը 2 շաբաթով մեկնի արձակուրդ, իրեն այդպիսի շքեղություն կամ ճոխություն թույլ տա, կամ պարզապես գործուղման մեկնի եւ որևէ խոսք չասի, ապա ստերևույթին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտը ասելիք չունենա, ինչու, որտեղ նրանք հիմնականում արձագանքում են, հիմնականում խոսում են կամ փորձում են կոմենտել այն գործողությունները կամ այն արտահայտությունները, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ կառավարության որևէ ներկայացուցիչ տարբեր հարթակներում ասում է այս մասին։ Այո, եւ ես հետևել եմ այս 2 օրերին, որ ասում են մեր քթի տակ պատերազմական գործողություններ են եւ այլն, նախ ուզում եմ հույս հայտնել, որ մեր գործընկեր պետությունները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր գործընկերը եւ Իրանն է մեր բնական դաշնակիցը, մեր գործընկերը եւ Իսրայելն է մեր գործընկերը, ես ուզում եմ հույս հայտնել, որ բոլոր պետությունները, ովքեր ինչ-որ չափով ներգրաված են կամ ունեն առաջնային ֆունկցիաներ այս ամեն ինչի մեջ, ի վերջո կգան այն կարևոր բալանսին, որ բոլոր հակասությունները եւ բոլոր տարաձայնությունները կարևոր է եւ պետք է եւ անհրաժեշտ է լուծել կլոր սեղանի շուրջ, որովհետեւ չկա մի խնդիր, որը լուծում չունենա եւ պետք չէ, որ ամեն անգամ քաղաքական հակասությունների համար տասնյակ հազարավոր կամ 100 հազարավոր մարդիկ իրենց կյանքով հատուցեն։ Վերջո խոսքը մարդկային կյանքերի մասին է, մարդիկ ուզում են ծնվել, ապրել խաղաղ պայմաններում, մարդիկ ուզում են աշխատել, արարել խաղաղ պայմաններում եւ ի վերջո մենք նաեւ լսում ենք այս օրերին մանկահասակ երեխաների զոհվելու մասին, մարդկանց պետք են իրենց երեխաները ողջ առողջ եւ մարդիկ չունեն այն մեծ ամբիցիաները, որ օրինակ տարբեր մեծ պետություններ կարող են դնել իրենց առջև եւ անկախ նրանից թե քանի մարդկային կյանք կպահանջվի դրա համար գնան այդ ուղղությամբ։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ ի վերջո ռացիոնալ միտքը կհաղթի եւ մենք կտեսնենք առաջիկայում արդեն բանակցությունների վերաբերյալ ինչ-ինչ ուրվագծային ձևակերպումներ, առիթից օգտվելով ցավակցություններս եմ հայտնում
երկու կողմերի զոհերի հիշատակին եւ ուզում եմ հույս հայտնել, որ ի վերջո մարդկությունը այլևս չի դիմի տարբեր խնդիրներ լուծելու համար այս պատերազմական գործողություններին, ի վերջո մենք բոլորովին վերջերս ենք շունչ քաշել եւ կարծես թե դեժավյու լինի, հատկապես երբ երեք օրինակ տեսա ծննդատան հետ կապված այդ կադրերը, աչքիս առաջ եկավ Լեռնային Ղարաբաղի ծննդատանը եւ հիվանդանոցին, երբ որ հարվածում էին, պատերազմը չարիք է մեծ առումով եւ այս տեսանկյունից երիցս ճիշտ են եւ երիցս արդարացված են Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը, որ ամեն գնով պետք է Հայաստանի Հանրապետությունը ունենա խաղաղություն, որովհետեւ ոչ մի ամբիցիա եւ ոչ մի, այսպես ասեմ, ցանկություն գրոշ է դառնում, երբ մենք խոսում ենք մանկահասակ երեխայի մահվան մասին։ Այս ամեն ինչը դառնում է 0 եւ հոդս է ցնդում։ Այո, բազմաթիվ ընդդիմախոսներ մեզ մեղադրում են, թե մեր քթի տակ պատերազմ է Նիկոլ Փաշինյանը ուրախ ավտոբուսով գնացել է մարզեր այցելությունների։ Նախ ես ուզում եմ ասել, որ դա վաղուց պլանավորված ծրագիր էր եւ մենք դրա մասին հայտնել ենք դեռևս հունվար ամսվա սկզբին, երբ որ խոսում էինք, թե մենք ինչ ծրագրեր ունենք եւ ինչպես ենք առաջ գնալու։ Երկրորդ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության ջանքերը, եթե չլիներ մեր կողմից որդեգրված արտաքին քաղաքականության բալանսավորված մոտեցումը, որի հիմքում ընկած է, որ մենք չունենք թշնամական հարաբերություններ որևէ երկրների հետ, մենք փորձում ենք բարեկամական հարաբերությունների պրիզմայով դիտարկել բոլոր երկրները եւ մենք առաջնորդվում ենք ոչ թե տարբեր երկրների հետ ունեցած շահերի բախման մոդելով, այս մոդելը ունենք մեր աչքի առաջ, այլ մենք փորձում ենք հասկանալ, թե տարբեր պետությունների հետ ինչպիսի շահերի համընկնում կունենանք եւ դրանից ենք բխեցնում մեր արտաքին քաղաքականությունը։ Սա է պատճառը, որ այսօր ցավալիորեն մերձավոր արևելքում, այո, գրեթե բոլոր պետությունները ինչ որ չափով ներքաշված են այս գործողությունների մեջ, բայց Հայաստանում խաղաղ է, հանգիստ է եւ եթե չլիներ այս քաղաքականությունը, ոչ թե ինչպես մեր ընդդիմադիրներն են ձևակերպում իրենց քթի տակ կլներ պատերազմը, այլ իրենց աչքի առջև։ Այդ ժամանակ ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսի մեղադրանքներ կհնչեին այսօրվա իշխանության եւ այսօրվա կառավարության ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք խոսում ենք, որ մենք ենք խաղաղություն բերող քաղաքական ուժը, երբ որ մենք խոսում ենք, որ չի կարելի թրիփը դիտարկել միայն տնտեսական ծիրի ներքո, երբ որ մենք խոսում ենք, որ ժողովրդավարությունը անվտանգային համակարգի ուղիղ մաս է կազմում, երբ որ մենք խոսում ենք, որ շատ կարևոր է թրիփը, որպեսզի անպայման իրագործվի, որովհետև դա եկել եւ դարել է Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի մաս, այս սրա մասին ենք խոսում։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ մեր կառավարության ջանքերը օգուտ չէին տվել եւ օգոստոսի 8-ը այդպես էլ չէ եղել, բոլորովին վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի ԱՄՆ փոխնախագահի Ջեյմս Դիվենսի այցը Հայաստանի Հանրապետություն չէր եղել, սարսափելի կլիներ պատկերացնել, թե օրինակ մեր հարևան երկրներից մեկը կամ գուցե երկուսը առիթից օգտվելով ինչ գործողություններ կարող էին իրականացնել Հայաստանի հանդեպ։ Ես գոնե հիմա ուզում եմ մեր ժողովրդին եւս մեկ անգամ ասել, որ մենք հասկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմարդկային, գերմարդկային ջանքերի եւ ճիգերի գնով ինչից է փրկել Հայաստանի Հանրապետությունը եւ ինչ կարեւորություն ունի թրիփը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում, այլ նաեւ տարածաշրջանում խաղաղություն իրականացնելու դեպքում գալով, որ ասում են թե իբր Հայաստանի Հանրապետության վարչապետը կարտոֆիլով կարկանդակ էր ուտում եւ այլն։ Ժողովուրդ ջան, բազմիցս ասել ենք առհասարակ մարդ արարածը ապրելու համար ժամանակ առ ժամանակ սնվում է։ Ես հասկանում եմ, որ որոշների համար Հայաստանի Հանրապետության վարչապետը այլևս երևույթ է դարձել, բայց այդ երևույթն էլ ժամանակ առ ժամանակ պետք է սնվի։ Իսեր Աստծո, մենք մոռացել ենք նախկին իշխանությունների ժամանակ, երբ որ ինչ որ տեղ էին գնում, շատ քիչ էր իհարկե պատահում նման բան, երբ որ օրինակ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը որևէ մարզ էին մեկնում, որում երկուսն էլ ասում էին, որ իրենց երազանքների սահմանագիծը չէր գնալ յուղեր եւ շփվել մարդկանց հետ, բայց այնուամենայնիվ նման 1-2 դեպք եղել է եւ մենք մոռացել ենք ինչպես էին փակվում ճանապարհները, ինչպես էր փակվում ամենաթանկարժեք ռեստորանը, դրանից հետո ինչ խոսակցություններ էին պտտվում առհասարակ յուղում, թե ինչ զոհեր էին մատուցվում, այսպես ասած այդ ճաշկերույթի համար եւ այլն,
ուտելը սովորական բնական պահանջմունքն է եւ այսպիսի մի բան ասեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բոլորիս հիշողության մեջ դեռևս կարծում եմ վառ նստած է, քանի որ մենք մինչեւ հիմա դրա հետևանքների չեզոքացման եւ տարբեր հարցերի լուծման շուրջ տարբեր ծրագրեր ենք իրականացնում, որևէ մեր հարևան երկրի պետություն կամ մեր հարևան երկրների պետության ղեկավարները ծոմապահությամբ էին զբաղված այդ օրերին, երբ հիմա օրինակ ասում են, որ Իրանում պատերազմ է եւ վարչապետը կարկանդակ է ուտում։ Եթե մենք ազգովի օրինակ հայտարարենք, որ մեկ շաբաթ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում չպետք է սնվի եւ պետք է միայն աղոթենք եւ ծոմ պահենք, արդյոք դա քաղաքական կատեգորիա է կամ քաղաքական փաստարկ է, որպեսզի իրար դեմ պատերազմող երկրները ի վերջո գան ի շրջանս յուր եւ փորձեն բանակցել այլ միջոցներով, փորձել գտնել այն հակասությունը, որը ըստ երևույթին իրենց արժև կա։ Ուզում եմ ասել, որ առհասարակ աշխարհը գնում է շատ անհասկանալի ուղղությամբ։ Մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքը տևական ժամանակ հոգեվարքի մեջ է։ Մենք հասկանում ենք, որ այս խնդիրները կարծես թե էլի սկսեց Հայաստանի Հանրապետությունից եւ Ղարաբաղից, ի վերջո 44-օրյա պատերազմից հետո են աշխարհում տեղի ունենում տարբեր ռազմական գործողություններ, կարծես ցավոք այս առումով առաջին ծիծեռնակը Արցախի հակամարտությունը լիներ, որ սկսվեց եւ հետագայում կարծես այսպես աշխարհով մեկ ինչ որ խնդիրներ են սկսել լուծվել։ Իհարկե, ինչպես միշտ, միջազգային իրավունքը կարծես այլևս չի կարողանում տանել ցանկալի արդյունքը եւ ազդում է կամ լավ բանակցողը, ով իմ կողմից նշված կարևոր ֆակտորները հաշվի առնելով իր արտաքին քաղաքականությունը բխեցնում է տարբեր պետությունների հետ շահերի համընկնման մոդելից եւ ըստ երևույթին շահում է ուժեղը։ Եվ մենք լինելով տարածաշրջանում փոքր պետություն, մենք լինելով տարածաշրջանում փոքր եւ քիչ ռեսուրսներով պետություն, այո, պետք է մեր քաղաքականությունները համընկնեցնենք մեծ պետությունների շահերի հետ, որպեսզի այլևս չունենանք կորուստներ։ Էլի եմ ասում, ցավում եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր հարևան Իրանում, սարսափելի ողբերգություն է դա ոչ միայն պետության համար, այլ նաեւ առանձին մարդկանց, առանձին ընտանիքների համար, բայց ցավոք վարչապետ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չունեն որևէ մանդատ, որպեսզի բացի կոչերից ըստ երևույթին, որ գնան եւ համոզեն այս կողմին կամ այն կողմին, որ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Հետեւաբար այն ակնկալիքները կամ այն պահանջները, որ ընդդիմության կողմից հնչում են այսօրվա իշխանություններին, թե այս մի արեք, այն մի արեք, որովհետեւ կներեք, բայց աշխարհում ցավոք միշտ տարբեր պետություններ ունենում են տարբեր խնդիրներ եւ Հայաստանի Հանրապետությունը տարբեր պետությունների հետ տարբեր թելերով կապված է քաղաքական, տնտեսական, միգրացիոն, սոցիալական, կրթական։ Մենք տարբեր պետություններում ունենք հսկայական հայկական սփյուռք, որ ամեն անգամ պետությունների այս բախման արդյունքում կարող է ունենալ էգզիստենցիալ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է որևէ բան չանել, մոռանալ ներքին խնդիրների մասին, ի վերջո հունիսը սարերի ետևում չէ։ Տիկին Ստեփանյան, տեսեք, դուք խոսեցիք օգոստոսի 8-ից, խոսեցիք նախաստորագրված խաղաղության պայմանագրից, մեջբերեցիք TRIP-ը, թեև այդ դրական տենդենսների մասին տևական ժամանակ է ձեր ուժը խոսում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ հայտարարում է, որ խաղաղությունը արդեն եկել է եւ պետք է այդ փխրուն խաղաղությունը փայփայել, աճեցնել, մեծացնել, որպեսզի ձնագնդի էֆեկտով այդ խաղաղությունը շարունակվի, մեծանա եւ նաեւ գործոնները ավելի նպաստավոր լինեն, թե տնտեսապես ավելի շատ կապվածություններ առաջանան Ադրբեջանի հետ։ Բայց այնուամենայնիվ այս օրերին կրկին եղան ուժեր, անհատներ, որոնք ասացին, որ այս իրավիճակում կրկին Սյունիքը վտանգված է, Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել եւ Սյունիքի ուղղությամբ գործողություններ սկսել, որոշները ավելի հեռուն գնացին եւ ավելի ծանր կանխատեսումներ արեցին։ Ընդհանուր առմամբ կուզենամ այդ նաեւ տեսակետներին անդրադառնանք, որովհետեւ մի կողմից ձեր ուժը խոսում է արդեն հաստատված խաղաղության մասին, մյուս կողմում խոսում են, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է Սյունիքում գործողություններ սկսել, Սյունիքը կրկին վտանգված է, նախ արդյոք վտանգված է թե չէ եւ արդյոք հիմա պատերազմի հավանականությունը ավելի մեծ է, թե խաղաղությունը հակառակը ավելի մեծ է եւ գերակշռում է պատերազմին եւ նաեւ
Նաև բոլոր այն ուժերը, ովքեր հայտարարում են, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենք գալու են ոչ թե խաղաղության դեմ մարտնչելով, այլ երաշխավորված խաղաղություն են ապահովելու, արժանապատիվ խաղաղություն են ապահովելու, ամենատարբեր տերմիններով են ասում։ Ըստ էության նաև որոշակիորեն մարտնչում են այդ խաղաղության դեմ, ինչով է սա պայմանավորված, այսինքն հաշտ չեն այս իրականության հետ, օգոստոսի 8-ի հետ։ Իրենք էլ են կարծում, որ այնուամենայնիվ Ադրբեջանը հարձակվելու է, Ադրբեջանը գրավելու է, Սյունիքը վտանգված է։ Հիմա մի կողմից խոսում են երաշխավորված խաղաղության մասին, արժանապատիվ խաղաղության մասին, մյուս կողմից իրենք կարծես թե դեռ խաղաղության գաղափարին չեն հավատում։ Որն է այդ երաշխավորված խաղաղությունը, որն է այդ արժանապատիվ խաղաղությունը եւ հիմա արդյոք այդ վտանգը կամ պատերազմի ռիսկը այդքան մեծ է, որ պարբերաբար խոսում են Սյունիքի վրա հարձակման հավանականության մասին։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Ես իմ նախորդ խոսքում նշեցի, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինները եւ ինստիտուտները կայանան եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ այսօր իմ քաղաքական ուժի ներկայացուցիչները իրենց թույլ են տալիս շաբաթ եւ կիրակի օրերին մի կողմից խիստ ֆորմալ, մի կողմից ոչ ֆորմալ պայմաններում շփվել հանրության հետ, ներկայացնել ծրագիրը, մենք նաեւ սրանով ներկուսակցական որոշակի ռեյտինգային հարցեր ենք լուծում, որը մեր անձնական խնդիրն է, հանրությանը այդքան էլ դա չի հետաքրքրում, եւ սրանից մեկը հենց սա էր, այսինքն մեզանում թե արտաքին գործերի նախարարությունը իր հարակից կառույցներով եւ ենթակառուցվածքներով, թե պետական իշխանությունը իր տարբեր կառույցներով եւ ինստիտուտներով այնքան է կայացել, որ այո, նույնիսկ եթե շաբաթ կիրակի է, նույնիսկ եթե ոչ ստանդարտ վիճակ է, այնուամենայնիվ այս կառույցները իրողություններին շատ ստանդարտ եւ շատ համաչափ կարողանում են արձագանքել։ Արարատ Միրզոյանը մասնակցում է ներկուսակցական ռեյտինգավորման process-ին, Արարատ Միրզոյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, բայց եթե Արարատ Միրզոյանը օրինակ գտնվում է Տավուշի մարզում եւ շփվում է քաղաքացիների հետ, դա դեռևս չի նշանակում, որ արտաքին գործերի նախարարությունը չի աշխատում, կամ օրինակ ինչ մարդիկ, երբ որ հանգամանքներով պայմանավորված Իրանից պետք է գան Հայաստան, խնդիրներ են ունենում։ Սա միանգամից նշենք, որ նման խնդիրներ առհասարակ գոյություն չունեն, այսինքն աշխատանքները գնում են այնպես, օրինակ, եթե Արարատ Միրզոյանը գտնվեր արտաքին գործերի նախարարության շենքում եւ որևէ բան չուտեր, որևէ բան չխմեր եւ ծոմ պահեր։ Սա նշենք եւ անցնենք առաջ։ Տեսեք, տևական ժամանակ մեր ընդդիմադիրների մոտ խոսույթը բավականին փոխվել էր։ Եվ այո, մինչ պատերազմի գուժկանները, պատերազմի մունետիկները, քաղաքական շամանները, այս զարգ տալով քաղաքական շամանիզմի տարբեր դրույթներին, օրինակ կանխատեսումներ էին անում, որ շուտով, չգիտեմ, հաշվի առնելով, որ Մերկուրին հետընթաց է, հաշվի առնելով, որ աստղերի դասավորվածությունը այսպես է եւ օրինակ 70 տարվա մեջ առաջին անգամ այսինչ մոլորակը երկրից արևից գտնվում է այսինչ կիլոմետր հեռավորության վրա, հետևաբար Հայաստանին լավ բաներ չեն սպասվում, կարծես թե իջիկ են դառնում եւ նորից հետ են բերել այն հին սկավառակները, հետ են բերել, որ պատերազմ է, բայց ուշադրություն դարձնենք, որ իրենք չեն ասում Հայաստանում, այդ պատերազմը կմտնի Հայաստան։ Ասում են, որ Հայաստանի քթի տակ է պատերազմ, այդպես էլ շնորհակալություն չհայտնելով եւ գնահատական չհնչեցնելով, որ գուցե կառավարության ջանքերի շնորհիվ է, որ այդ պատերազմը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս չի սողոսկում։ Գալով Սյունիքի հանձնմանը կամ հնարավոր պատերազմին կամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստին, ուզում եմ ասել, որ թող հանգիստ լինեն մեր ընդդիմադիրները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ իշխանությունները քնած չեն, նրանք իրականում գերմարտկային ջանքեր են դնել այսօրվա իրողությունների համար եւ շարունակում են դնել այդ գերմարտկային ջանքերը, շարունակվում են բանակցությունները, շարունակվում են կնճռոտ հարցերի քննարկումները, մենք այս ճանապարհին գուցե թե շատ երկրների հետ ունենանք որոշակի տարաձայնություններ, բայց սրա փոխարեն մենք տարբեր այլ երկրների հետ օրինակ ունենք ավելի ամուր տնտեսական կապեր, հետեւաբար ասել պատերազմը շուտով կգա կամ վաղը կգա կամ մի տարի հետո կգա, իհարկե մեծ առումով կապված է իշխանությունների բանակցային կարողություններից եւ հմտություններից, բայց մեծ առումով կախված է նաեւ աշխարհաքաղաքական իրողություններից։ Մենք այս առումով, եթե վտանգը այնուամենայնիվ ընդդիմությունը սլակները ուղում է Ադրբեջանի կողմ, կարող ենք ասել, որ պատերազմի ֆոնին, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մենք կարողանում ենք եւս 1 սանտիմետրով, եւս 1 մետրով, եւս 1 միլիմետրով խորացնել մեր տնտեսական կապերը Ադրբեջանի հետ,
Եվ այս բայնասումների ֆոնին, հա, այս լալահարաջ ձևակերպումների ֆոնին, որ շուտով պատերազմ կլինի, մենք լսում ենք, որ ընդամենը 2 օր առաջ դարձյալ Ադրբեջանից որոշակի չափով վառելանյութ է եկել եւ մտել Հայաստան։ Ինչու ենք մենք մի քիչ ավելի ոչ նյարդային արձագանքում այս ձևակերպումներին, որովհետեւ մենք իրականում տեսնում ենք ներսից, որ ըստ երևույթին Ադրբեջանն էլ դեմ չէ երկարատև խաղաղությանը, որտեվ պատերազմի վերջո չարիք է, մենք վերջին 30 տարում այդ պատերազմի մեջ են գտնվել, այդ պատերազմը մեզ բացի վնասներից, կորուստներից, տարածքային կորուստներից, մարդկային կորուստներից, արտագաղթից, երկրում տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների չլուծելուց բացի ուրիշ այլ բան չի տվել, ընդ որում մենք կախված ենք եղել մեկ աշխարհաքաղաքական բևեռից, որի նպատակներ ընդհանուր առմամբ խնդրի չլուծումը որպես լուծում, որովհետև որ րոպեին որ խնդիրը լուծվեր, ըստ երևույթին խնդրու առարկա հակամարտությունը կավարտվեր եւ դրանով կավարտվեր նաեւ այն հնարավոր ազդեցությունը եւ կառավարումը, որ տվյալ աշխարհական քաղաքական կենտրոնը ուներ այս երկու պետությունների վրա։ Մենք իհարկե հաշվի ենք առնում տենդենսները, մենք ռեալ գնահատում ենք այն ռիսկերը, որ կարող են տեղի ունենալ, բայց մենք նաեւ անում ենք ամեն ինչ այդ ռիսկերը չեզոքացնելու համար եւ դարձյալ խոսում ենք խաղաղության մասին եւ նաեւ վարչապետը իր տարբեր ելույթներում անընդհատ խոսում էր, կարեւորում էր ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, այլ նշում էր, որ սա նաեւ կբերի տարածաշրջանում որոշակի հարաբերությունների կարգավորման, այսինքն 3 փոքր պետությունները տարածաշրջանի եւ 3 մեծ պետությունները տարածաշրջանի ավելի շուտ կունենան իրար մեջ տնտեսական, այսպես սարդոստայնով համակցված հարաբերություններ, որը ավելի քիչ հնարավորություններ է տալիս պատերազմի, քան օրինակ, եթե մենք սկսենք ասել, որ այս պետության հետ մենք ունենք այսինչ չլուծված խնդիրը, պատմական արդարությունից կամ պատմական հիշողությունից ելնելով մենք այս պետության հետ ունենք այսինչ խնդիրը եւ բերենք դրանք էլ մի հատ էլ արձանագրենք եւ ամրագրենք երկրի թիվ 1 իրավական փաստաթղթի սահմանադրության մեջ։ Էլի եմ ուզում ասել, որ կառավարությունը բնականաբար ունի իր առաջնահերթությունները եւ որքան էլ մենք պատրաստվենք առաջիկա համապետական ընտրություններին, բնականաբար մենք նախ եւ առաջ պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության համար եւ հայ ժողովրդի խաղաղության համար։ Սրա համար ներդրվում են բոլոր ջանքերը եւ միայն սրանից հետո է, որ մենք ներսում ինչ որ աշխատանքներ ենք փորձում անել, ինչ վերաբերում է ընդդիմության այն պնդումներին, թե ով է իրենցից դեմ խաղաղությանը, բայց իրենք արժանապատիվ խաղաղություն են ուզում, ես ուզում եմ ասել, որ իրենք արժե զրկել են արժանապատիվ բառը, որովհետև իրենց շուրթերից լսել արժանապատիվ բառը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց հետ փոխկապակցված տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր լիդերներ, իրենց հետ քաղաքական ուժի որ ներկայացուցիչ տարբեր մարդիկ, օրինակ ամեն օր այնպիսի ձևակերպումներով են վիրավորում մեզանից յուրաքանչյուրի ազգային արժանապատվությունը, որ արժանապատվություն բառը իրենց կողմից կարող է վերաբերել ամեն ինչի, բայց ոչ մեր ընկալումների մեջ նստած արժանապատվությանը, խոսելով թրիփի մասին, օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կողմնորոշվում ինչ ասի, որովհետև նա ցանկանում է, որպեսզի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը իրեն դիտարկի որպես ընդդիմության հիմնական լիդեր եւ հիմնական ղեկավար, ով կարող է միավորել Հայաստանում ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը, այլ նաեւ ուզում է ինչ-որ չափով էլ դուրս գալ Ամերիկային եւ եվրոպական երկրներին, սա խոսում է օրինակ նրա այն դիրքորոշման մասին, երբ հարցազրույցներից մեկում նա ասում է, որ թրիփը չարիք է եւ իրականում Հայաստանի իշխանությունները ոչ թե պատերազմը հեռացրել են Հայաստանի Հանրապետությունից բերելով թրիփը, այլ հակառակը մոտեցրել են դա եւ հաջորդ հարցազրույցում նա ասում է, որ թրիփը շատ լավ բան է եւ պետք է երկարացնել թրիփի կիլոմետրերը, այսպես ասած, ավելին ներգրավել այլ ուժերի։ Հետո հաջորդ հարցազրույցում նա ասում է, որ հա իհարկե լավ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ով է ասում, որ մենք պետք է հակասություններ ունենանք, բայց մենք նաեւ պետք է Չինաստանին այստեղ բերենք, մենք նաեւ պետք է Ռուսաստանին այստեղ բերենք, այսինքն մեծ առումով քաղաքական ընդդիմությունը չունի կողմնորոշում եւ նրանց տարբեր խոսույթում, տարբեր ժամանակահատվածների մենք ավելի շուտ
տեսնում ենք հակասություններ, քան օրինակ տեսնում ենք ինչ որ տրամաբանական գծի շարունակություն։ Օրինակ մասնավորապես Սամվել Կարապետյանը իր հարցազրույցներից մեկում ասում է, որ շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ բլոկի անդամ է եւ Հայաստանի Հանրապետությունը այդ բլոկի անդամ երկրներից ամենալավն է եւ ամենաարդյունավետն է իրականացնում իր տնտեսական զարգացումը, բայց օրինակ բոլորովին վերջերս նա ասում էր, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը անկում է ապրում եւ այն պետք է փրկել։ Թե հատկապես ինչ վիճակագրական տվյալների է հղումանում Սամվել Կարապետյանը, գուցե օգտվում է արհեստական բանականության տված տվյալներից, չգիտեմ, բայց ուզում եմ ասել, որ չի իրականանալու նրանց այս ծրագրերը, Սյունիքը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս, մենք շարունակելու ենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, որպեսզի վերջնականապես մեր սահմանը հստակեցնենք Ադրբեջանի Հանրապետության հետ, լինելով եւ մնալով բոլոր պետությունների մեր գործընկեր պետությունների կողքին եղած միջազգային փաստաթղթերի պայմանագրերի դեպքում այնուամենայնիվ մեզ համար եղել եւ մնում է կարեւոր Հայաստանի Հանրապետության շահը եւ սա է պատճառը, այո, գուցե վատ բան եմ ասում, գուցե շատերին այս իմ ձևակերպումը դուր չգա, գուցե ընդդիմադիրները սա համարեն իրենց արժանապատվության վիրավորում, բայց այն, որ այսօր աշխարհի երկրների մեծ հատվածում կան խնդիրներ, կան ռազմական գործողություններ, երբ մենք խոսում ենք դարձյալ ռումբեր են պայթում եւ մարդիկ են մահանում ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը խոսում է, որ կարող է ինչ-որ բան լինել եւ խոսում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կարտոֆիլով կարկանդակ է ուտում։ Երևի մոռացել են, թե իրենք ինչպես են ուտում բյուջեն եւ այստեղ էլ զարմանալու բան կա, ունենալ մի ամբողջ կառավարություն, ունենալ հսկայական ռեսուրսներ, ունենալ իշխանական լծակներ եւ կարկանդակ ուտել, չէ՞ որ կարելի էր օրինակ իրենց օրինակով ուտել երկրի ռեսուրսները, ուտել սեփական ժողովրդի համբերությունը, ուտել պետական բյուջեն եւ այլն։ Կներեք, մեր ուտելու եւ ձեր ուտելու մեջ հսկայական տարբերություն կա եւ այս առումով ցավոք դուք մեզ համար այն օրինակը չեք, որին պետք է հետևենք։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Կհանդիպենք։